Սա էլ մեր Windows 11-ը, որը որ նույն եղանակով է ֆորմատավորվում եւ տեղադրվում, ինչպես դա արեցինք Windows 10-ի դեպքում։ Այստեղ մի փոքր տարբերվում է արտաքին տեսքը, օրինակ taskbar-ում start menu-ն եւ մնացած pin արած app-երը երևում են մեջտեղում, չնայած երբ որ աջ քլիք ենք անում, միանգամից հայտնում է taskbar settings եւ կարողանում ենք կարգավորումների մեջից փոխել դարձնել left, որպեսզի լինի ձախ կողմում։ Նույն եղանակով կարողանում ենք unpin անել այն բոլոր ծրագրերը, որոնք որ չենք ցանկանում լինեն taskbar-ում, այնպես ինչպես դա արվում է Windows 10-ի դեպքում, եւ առհասարակ taskbar-ի հետ կապված կարգավորումները մի փոքր կրճատված են, իսկ ընդհանուր setting-ների ինտերֆեյսը մի փոքր կոմպակտ է, բայց մնացած ամեն ինչ նույնն է, օրինակ օրացույցը եւ լեզուները կարող են կարգավորել այստեղից, personalization բաժնում նույն կարգավորումներն են, ինչ որ Windows 10-ի դեպքում, ծրագրերը հասանել են apps բաժնում, որտեղից կարող ենք նշել default ծրագրերը, կարող ենք ջնջել այս կամ այն ծրագիրը։ Եթե մենք աջ քլիկ անենք start menu-ի վրա, այստեղ հայտնվում է այսպիսի մենյու, որտեղից կարող ենք արագ տեղափոխվել device manager, disk management, task manager եւ այլն, չնայած սա Windows 10-ում էլ է հասանելի, եւ եթե մենք տեղափոխվենք task manager, այստեղից preferences բաժնում կտեսնենք, որ i5 պրոցեսոր է, երրորդ generation 1.8 GHz, որի վրա որ տեղադրված է Windows 11-ը։ Չնայած նրան, որ Windows 11-ը նախատեսված է արդեն 7-րդ generation-ից բարձր պրոցեսորներով համակարգիչների համար, այստեղ շրջանցած է պարզապես Windows-ի կանոնները եւ էքսպերիմենտալ տեղադրված է այսպիսի համատած ավելի թույլ պրոցեսորով համակարգչում։ Microsoft-ը խորհուրդ է տալիս ամեն դեպքում 7-րդ generation-ից սկսած պրոցեսորներ օգտագործել Windows 11-ի դեպքում։ Մնացած կարգավորումներից, օրինակ, եթե մենք տեղափոխվենք որևէ folder, օրինակ downloads, այստեղ ստեղծենք նոր ֆայլ, թող լինի txt ֆորմատի ֆայլը եւ ուշադրություն դարձնենք extension-ը չի երևում, մի փոքր փոխված է Windows 10-ի համեմատ, բայց կրկին այցելում ենք view բաժին, այստեղից show եւ file name extensions։ Այսուհետ բոլոր ֆայլերի ֆորմատները կսկսեն երևալ։ Մնացածը հիմնականում գրեթե նույնն է, մի փոքր start menu-ն է տարբերվում, այստեղ հնարավոր չի լինում չափսերը փոփոխել այս app-երի, ինչպես դա արվում է օրինակ Windows 10-ում։ Իսկ icon-ների մեջտեղը գտնվելը Microsoft-ը սովորության համաձայն կրկին կլոնավորել է macOS-ից, որը ըստ երևույթի օրինակ ինձ հարմար չէ, ձախ կողմում ավելի հարմար է։ Սա էլ ինչ վերաբերվում է Windows 11-ին, եթե Windows 10-ի կարգավորումներին ծանոթ եք, ապա 11-ը օգտագործելուց դժվարությունների առաջ չեք կանգնի, իրականում ամեն ինչ ավելի է պարզեցված 11-ում։ Իսկ կարգավորումների միջոցով կարելի է ստանալ օրինակ այսպիսի տեսք, taskbar-ում դասավորվածությունը, գունային համադրությունը, օրինակ dark theme ընտրել, այս icon-ները կարգավորել, այստեղ pin անել բոլոր անհրաժեշտ ծրագրերը, որպեսզի դրանք desktop-ում չհավաքվեն։ Այստեղ խմբավորում է տեղի ունեցել մի քանի կարգավորումների, օրինակ օրացույցի բաժնում երևում է նաև notification-ները, եւ այս 3 կարգավորումները երևում են մի վայրում։ Մնացած փոփոխությունների տեսանկյունից մեծ հաշվով էական փոփոխություն չկա Windows 10 հետ համեմատած, նկատվում է որոշակի փոփոխություն դիզայնի հարցում եւ ըստ երևույթի icon-ներն են ավելի գեղեցիկ, քան Windows 10-ում։ Սա էլ ինչ վերաբերում է Windows 11-ին։ Կապի մեջ էր Գասպար Գալենտերյանը, կհանդիպենք իմ մյուս վիդեոդասերում։